Պիտի կարևորեմ մի այլ փոփոխություն, որը հանրության ուշադրության չի ներկայացվել կամ չի հայտնվել ուշադրության կենտրոնում։ Հիմա դահլիճում գտնվողները, նրանց հարազատները, ովքեր նախկինում ծառայել են, կհիշեն, որ երթման արարողության ժամանակ ինչի միջով են անցել զինծառայողը եւ նրանց ծնողները։ Սկսած X քաղաքում ծանոթ գտնել, բարեկամ գտնել, հյուրանոց վարձել, զրուցարան վարձել, այսպես կոչված բիսեդկա, եթե խոսքը վերաբերում է ամառային ժամանակաշրջանին, էլ չեմ ասում մեքենաների վրա, կհիշեք, մեքենաների կապոտների վրա փռում էին զինծառայողներին, ծնողները ինչ կարողանային, փորձում էին երեխուն հյուրասիրել լավ բաներ, բնական է, որ ծնողը 40 օրվա կամ 1 ամսվա կամ 2 ամսվա ընթացքում երեխուն չտենալու պարագայում ինչ որ էմոցիաներ ունի, փորձում է ամեն կերպ, մանավանդ որ զինծառայողը նախկինում որքան էլ որ սա վաթենչի, ասոցացվել է սոված լինելու հետ։ Ինչը հիմա այդպիսի բան չկա, ես հստակ կարող եմ ասել, կարող է ծնողների, քանի որ մայրիկի պատրաստածը չի, ձեր մոտ նման էմոցիաներ կան, բայց իրականությունը մեծապես տարբերվում է հիմա, բայց մենք ինչ ենք արել։ Օրենսդրական փոփոխությամբ ապահովել ենք, որ երթման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր ունենալ արձակուրդ, ծնողը նույնիսկ կարող է չգար զորամաս, զինծառայողը կստանա 2-օրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ։ Կվայելի այդ 2 հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության որպես լի իրավ զինծառայող։ Սա նույնպես լուրջ փոփոխություն եմ համարում, սա ավելի շատ էմոցիոնալ փոփոխություն է, բայց շատ կարևոր է թե զինծառայողների եւ թե նրանց ծնողների համար։